Չէ, կարծում ես ինչպեսի ղեկավար է պետք որ կարողանա խաղաղ ապրել։ Ուժեղ կամ այն, որի հետ հաշվի Ստալինի նման։ կմանրամասնեք ավելի Ֆիստը էլի, հացվտլի։ Այնպեսի ղեկավար եմ ուզում, որ հայրենիք չբաժանի։ Խաղաղ ապրելու համար մեզ պետք է խիստ հայրենասեր, կրոնասեր մարդ։ Մեզ պետք է ուժեղ մարդ, որպեսզի ինքը գլուխ չծռի ուրիշ պետությունների առաջ, ինքը զբաղվի իր երկրում զենք արտադրելով, որպեսզի կարողանանք ուժեղանանք։ Իսրայելը մեզ այն շատ է փոքր, բայց երեք արդեն տես ինչեր են հասնում։ Մեզ ամենակարևորը զենքի։ Զենքը պետք է որպեսզի կարողանանք պայքարել բոլորի դեմ։ Խելոք ղեկավար է պետք է։ Հայրենասեր։ Հայրենասեր ղեկավար է պետք է։ Ոչ թե եկեղեցի քանդի։ Խելքը գլխին ուժեղ։ Ուժեղ։ Ուժեղ օրինակ տեսել ենք Ռոբերտ Քոչարյանին եւ նախընտրում ենք ինքը լինի։ Ասում է Հայաստանը լավ երկիր է, որը ղեկավար չունի։ Հայը հային խոստանգում է, որովհետեւ ջար չունի։ Իհարկե ձեր ասածը։ Բարի հոգատար ժողովրդի օքսերով ապրող եւ խիստ, որ ցույց տա դեմք, որ աշխարհում վախենա։ Այս սարը որ սարքել է, այս ճանապարհը օքսել է, քաջարը մեղրի, ապա։ Հա։ Հիմա այս օպերես որ մեղրի բլոկոդը մեջ չի, ապա բլոկոդը մեջ չի, դեմարշանը հարացնա։ Նույնիսկ դեմարշան ծնվի։ Ինչքան ուժեղ է կանալ։ Հայասեր, ազգասեր։ Մի հատ մարդ, նու մոտավորապես իմ տեսնելով Վազգեն Սարգսյանը մեկ է Դեմիրճյանը լավ գրոպակային էին։ Մեր կյանք կփոխվեր։ Բերուք լինի, այ որ ամեն ինչին համար մտած պաշտպանության բանակի հզորանա, որ վախեն մեզանից, այս հարևան պետությունները շատ իրակ ուժեղ, մենք շատ դրություն։